այստեղ ունենք լրջագույն խնդիրներ, դրան են ուղղված նաև մեր մասնագիտական զարգացման ծրագրերը, բայց այն մեթոդները, որ դրված են, նախագծային ուսուցման մասին խոսեցինք, չէ, դա ինչի մասին է։ Երեխան ասում է, այսա պրոբլեմ է, այս պրոբլեմի լուծումը պիտի գտնեմ, ինքը ձևակերպում է պրոբլեմը, ձևակերպում է լուծման տարբերակը եւ գնում է այդ լուծումը իրացնելու ճանապարհով։ Այսպիսի աշխատանքներն են զարգացնում կարողությունները, դա տեսական դաշտ չի, որ նստես ու սովորես, դա պիտի անես, որ սովորես, բայց մենք պատրաստ պիտի լինենք դրան, որովհետև օրինակ վերջի շրջանում հանրակրթության փոփոխությունների այդ աղմուկը, որ բարձրացավ, օրինակ պատմության դասագրքի շուրջ, ինչի մասին էր դա։ Հենց դրա մասին էր, որ ինչու հարցը պիտի տանք, երբ որ նայում ենք մեր պատմությանը։ Պատմությունը օբյեկտիվ գիտություն չի, գիտակարգ չի։ Պատմությունը որոշակի փաստերի իրադարձությունների ամբողջություն է, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ են մեկնաբանվել, եւ պետք է կարողանալ նաեւ այդ վերլուծական մտածողությունը ձևավորել, ու նաեւ կրթական փոփոխությունների հանդեպ դիմադրության այն մեծ ծավալը, որ տեսնում եք, նաեւ այդ հայեցակարգային փոփոխությունների հետևանքով է։ Ունեք արձագանք, շնորհակալություն։